Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո, օրվա իրադարձությունները նախամար։ Նիկոլ Փաշինյանը ստացել է Դոնալդ Տրամպի պաշտոնական հրավերը խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ։ Վարչապետը նաև արժանացել է Զայեդ մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակին։ Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է Հանրապետության արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026 թվականի տարեկան զեկույցը, որում անդրադարձ է կատարվում հայ-ադրբեջանական հարաբերություններին։ Խոսվում է նաև 2026 թվականի ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ հիբրիդային սպառնալիքների մասին։ Սարգիս Խանդանյանն անդրադարձել է Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության հրապարակած զեկույցին, խոսել արտաքին ու ներքաղաքական խնդիրների մասին, ԿՊ խմբակցության падգամավորի ճեպազրույցը։ Ազգային ժողովն ընդունեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի եւ Գեգամ Նազարյանի հեղինակած նախագիծը, որով հունվարի 27-ը սահմանվում է որպես հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։ Օրենսդրական մեկ այլ նախաձեռնությամբ նախատեսվում է նվազեցնել վարչական վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածությունը։ ԱԺ-ն շարունակել է քառօրյա նիստի աշխատանքը։ 2025 թվականի ընթացքում բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը շարունակել է վերահսկողական աշխատանքները շրջակա միջավայրի պահպանության նպատակով։ Տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել կենդանական ու բուսական աշխարհի ընդերք օգտագործման ոլորտներում։ Սիրիայում քրդական հարցը նոր փուլ է մտնում, երբ շաբաթյա մարտական բախումներից հետո կողմերը ամերիկյան միջնորդությամբ համաձայնության են եկել հրադադարի շուրջ, ինչ է նախատեսում փաստաթուղթը եւ ինչու է այնուամենայնիվ լարվածությունը տարածաշրջանում շարունակում պահպանվել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է Դոնալդ Տրամպի պաշտոնական հրավերը խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ։ Այս մասին հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, նշելով, որ Փաշինյանը սիրով եւ պատասխանատվությամբ ընդունել է առաջարկը, վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության առաջմղմանը։ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Զայեդ մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղար Մոհամմադ Աբդել Սալամին, մրցանակի հանձնաժողովի անդամներ, Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Շարլ Միշելին, Աֆրիկյան միության հանձնաժողովի նախկին նախագահ Մուսա Ֆակի Մահամատին, Մոհամմադ Աբդել Սալամը նշելով, որ Նիկոլ Փաշինյանը ճանաչվել է Զայեդ մարդկային եղբայրության 26 թվականի մրցանակակիր, հավելել է, թե այն, ինչ անում է Փաշինյանը հայ-ադրբեջանական համաձայնագիրը կյանքի կոչելու համար, օրինակ է աշխարհում շատ հակամարտությունների համար։ Ի դեպ, այս տարի մրցանակի հավաքնորդների թվում է եղել 350 մարդ, ավելի քան 90 երկրից։ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել մրցանակի հանձնաժողովի անդամներին գնահատանքի համար եւ նշել, որ իր համար մեծ պատիվ է արժանանալու Զայեդի անվան մրցանակին։ Հանդիպանը վարչապետին է փոխանցվել փետրվարի 4-ին Աբու Դաբիում կայանալիք Զայեդի մրցանակի արարողությանը մասնակցելու հրավերը։ Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունն էլ հրապարակել է Հանրապետության արտաքին ռիսկերի վերաբերյալ 26 թվականի տարեկան զեկույցը, որում անդրադարձ է կատարվում հայ-ադրբեջանական հարաբերություններին։ Նշվում է, որ Ադրբեջան-Հայաստան ռազմական էսկալացիան դարձել է գրեթե անհավանական, չնայած դրան Ադրբեջանի կողմից առաջ մղվող այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների վերադարձի խոսույթն ու գործողությունները առաջացնում են ռիսկեր։ Անդրադարձ կա նաև 26 թվականի ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ հիբրիդային սպառնալիքներին։ Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է իր ամենամյա զեկույցը, որտեղ համապարփակ վերլուծվել են Հայաստանի դեմ ուղղված արտաքին ռիսկերը, քաղաքական, տնտեսական, տեղեկատվական եւ անվտանգային ուղղություններով։ Զեկույցում մասնավորապես նշվում է Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձայնության արդյունքներով 2026 թվականին ռազմական էսկալացիան դարձել է գրեթե անհավանական եւ բարձրացել է խաղաղության ինստիտուցիոնալացման հավանականությունը։ Միևնույն ժամանակ նշվում է, որ Ադրբեջանի կողմից առաջ մղվող այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի եւ արևմտյան ադրբեջանցիների վերադարձի խոսույթը եւ գործողություններն առաջացնում են ռիսկեր։ 2025 թվականին ինտենսիվորեն շարունակված երկկողմ բարձրաստիճան բանակցությունների, նաեւ օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպի ակտիվ ներգրավմամբ ձեռք բերված Վաշինգտոնյան հռչակագրի եւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրման արդյունքում զգալիորեն նվազել է ռազմական էսկալացիայի եւ բարձրացել խաղաղության կարգավորման հավանականությունը։ Նշված եւ ուղեկցող գործընթացների եւ տվյալների համապարփակ վերլուծության արդյունքում գրեթե անհավանական ենք համարում 2026 թվականին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ռազմաքաղաքական մտադրությամբ պայմանավորված տարբեր մասշտաբների ռազմական էսկալացիան։ Քիչ հավանական ենք համարում նաեւ այնպիսի տեղային գործողությունները կամ միջադեպերը, որոնք ռազմաքաղաքական մտադրությամբ չեն պայմանավորված։ Զեկույցի համաձայն 2026 թվականին մեծ հավանականությամբ նոր առաջընթաց կգրանցվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանի գծման եւ զատման գործընթացում։ Երկկողմ առևտրատնտեսական նախաձեռնությունների, հասարակությունների երկխոսություն
տնտեսության, հումանիտար եւ այլ հարցերում։ Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման դեպքում եւս մեծ հավանականությամբ առաջընթաց կգրանցվի արդեն սկսված գործընթացներում, իսկ հարևանների հետ Հայաստանի երկկողմ կապակցվածության նախաձեռնությունները կխթանեն տարածաշրջանային առավել ընդգրկուն տնտեսական նախագծերի ընթացքը։ Միևնույն ժամանակ, սակայն 2026 թվականին կընդլայնվեն կապակցվածության ապահովման այս գործընթացների դեմ մեր տարածաշրջանում սեփական ազդեցությունը պահպանելու եւ ավելացնելու շահեր հետապնդող պետությունների կողմից վնասակար գործողությունների ռիսկերը։ Իսկ Ադրբեջանի եւ այլ դերակատարների կողմից Հայաստանի ինքնիշխանությունը հարցականի տակ դնող կապակցվածության ծրագրեր իրականացմանը խոչընդոտող վնասակար խոսույթների եւ հասկացությունների հետեւողական կիրառությունը միայն կնպաստի այդ ռիսկերի նյութականացմանը։ Ծառայության համապարփակ վերլուծությունը ցույց է տալիս, որ երկարաժամկետ հեռանկարում խաղաղության կառուցման վրա էականորեն բացասաբար ազդող եւ ռիսկային գործոն են Ադրբեջանի կողմից պետական մակարդակով առաջ տարվող այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի եւ արևմտյան ադրբեջանցիների վերադարձի խոսույթներն ու դրանց ուղեկցող գործողությունները։ 2026 թվականին ծառայության առաջնահերթ խնդիրներից է լինելու շարունակաբար գնահատելը, թե որն է Ադրբեջանի կողմից արևմտյան ադրբեջանցիների վերադարձի առաջմղման պետական քաղաքականության իրական նպատակը։ Գնահատման է ենթակա մասնավորապես այն, թե արդյոք Ադրբեջանն այդ թեմաները նոր ազգային գաղափարախոսություն դարձնելով մտադիր է որևէ նոր ձևաչափով հակամարտությունը տեղափոխել Հայաստանի տարածք, թե այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների վերադարձի այս խոսույթը Ադրբեջանի արտաքին քաղաքականության սպասարկման եւ մասնավորապես Ղարաբաղի հայերի վերադարձի թեմային հակազդելու գործիքակազմի մաս է։ Մյուս կողմից ծառայության դիտարկումները ցույց են տալիս, որ շարունակվում է Ադրբեջանի ռազմական ծախսերի աճը։ Զեկույցում անդրադարձ կա նաեւ 2026 թվականի ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ հիբրիդային սպառնալիքներին։ 2026 թվականի ընտրություններով պայմանավորված Հայաստանի դեմ արտաքին տարբեր դերակատարների կողմից իրականացվող ազդեցության գործողությունները մեծ հավանականությամբ կդառնան ավելի ընդգրկուն, բարդ եւ մասշտաբային։ Հավանական է կեղծ, խեղաթյուրված կամ համատեքստից կտրված տեղեկատվության օգտագործմամբ տեղեկատվական վնասակար գործողությունների, վնասակար կիբերգործողությունների իրականացումը, նաեւ գետնի վրա գործակալական ցանցի ակտիվացումը, վերջիներիս քաղաքական հայացքներն ու հայրենասիրական զգացմունքները շահագործող եւ մանիպուլացնող ծրագրերի կազմակերպումը։ Զեկույցում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նաեւ հիբրիդ գործիքներին։ Այս ամենը դիտարկվում է ոչ միայն որպես տեղեկատվական պատերազմ, այլ պետական համակարգի զսպման եւ հասարակական վստահության խարխլման միջոց։ Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ հարաբերություններին, ապա կառույցը կարծում է, որ 2026 թվականին Հայաստանի անդամության ապասառեցում չի սպասվում։ Միաժամանակ արձանագրում անդամակցությունը կշարունակվի այս տարվա ընթացքում։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Ազգային ժողովի ԿՊԽ պատգամավոր Սարգիս Խանդանյանն էլ անդրադարձել է Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության հրապարակած զեկույցին եւ դրանում ներառված արևմտյան Ադրբեջան խոսույթի հետ կապված ռիսկերի, նշելով, որ ադրբեջանցիների Հայաստան հնարավոր վերադարձի վերաբերյալ խոսակցություններ որևէ փուլում չեն եղել, չեն լինելու, իսկ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումը պետք է իրականացվի փուլ առ փուլ, հաշվի առնելով առկա բոլոր նրբությունները։ Արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակած զեկույցի համաձայն Ադրբեջանը շարունակում է ավելացնել ռազմական ծախսերը։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը դեռևս ամբողջությամբ չի ծանոթացել դրանց, սակայն նախորդ տարվա երկրորդ կեսին տեղի ունեցած իրադարձությունները թույլ են տալիս նրան կարծել, որ հարևան երկրի հետ կապված վտանգներն ու ռիսկերը նվազել են։ Իսկ նախագահ Ալիևի կողմից ադրբեջանցիների Հայաստան վերադարձի հետ կապված հաճախ հնչող հայտարարությունների առնչությամբ պատգամավորն ասաց, որ հայկական կողմը պարբերաբար դրանց անդրադառնում է։ Այնպիսի շեշտադրումներով, ինչպես խոսել է տևական ժամանակ Ադրբեջանը, դա ընդհանրապես չի նպաստում խաղաղության մթնոլորտին, ուստի սա մի թեմա է, որը չարժի արծարծել, մենք ավելի լայն օրակարգեր ունենք երկկողմ հարաբերությունները կարգավորելու տեսանկյունից եւ պետք է կենտրոնանալ այդ աշխատանքին։ Խանդանյանն անդրադարձ կատարեց նաեւ Հայաստան խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի այն պնդմանը, թե իշխանությունը վատ բանակցող է, իսկ թրիփ նախագծի իրականացման արդյունքում Հայաստանը կկորցնի իր սուվերենությունը։ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը նկատեց, այն ինչ գրված է փաստաթղթում ամբողջությամբ վերաբերում է այսպես ասած բիզնեսին, ուստի ընդդիմությունը կրկին փորձում է մոլորեցնել։ Թրիփի նախագծով առավել քան ակնհայտ է, որ Հայաստանը սուվերենության որևէ խախտում չի ունենալու, այլ փոխարենը Հայաստանը նաև ունենալու է որոշակի դիվիդենդներ, ունենալով որոշակի բաժնեմասեր ընկերության մեջ եւ նաև շրջանակը, որը հրապարակվել է, շատ հստակ եւ աներկբա կերպով ասում է, որ Հայաստանի սուվերենությունը
այս նախագծի վերաբերյալ անքննարկելի է եւ բացարձակ։ Խանդանյանը խոսեց նաև նախորդին Սամվել Կարապետյանի կողմից նոր ուժեղ Հայաստան կուսակցության հիմնադրման արդեն քաղաքական այս ուժի ներկայացրած ծրագրի մասին, նշելով, որ նախընտրական վատ ծրագրեր չեն լինում, իսկ թե որ կուսակցությունը իր ծրագիրը կիրականացնի, կորոշի Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Նրա գնահատմամբ նորելուկ այս կուսակցությունը դեռևս զբաղված է միայն անտեղի քննադատությամբ։ Բայց նաև քննադատում ասում են, ինչպես կարելի է գյուղում դպրոց կառուցել, գյուղում պետքա զավոդ կառուցել, իսկ բայց զավոդ կառուցելու համար պետքա մի քիչ խելք ունենալ եւ խելք ունենալու համար պետքա լավ դպրոց ունենալ, իսկ լավ դպրոցը լավ պայմաններն են նաև, ինչը մենք անում ենք։ Խանդանյանն անդրադարձավ նաև ԱՄՆ նախագահի կողմից Նիկոլ Փաշինյանի խաղաղության խորհրդի հիմնադիր անդամ դառնալու վերաբերյալ հրավերին։ Բանն է, որ Հայաստանը պարտավորվելու է անդամակցության հսկայական գումար վճարել։ Պատգամավորը նշեց, որ այդ հարցը կորոշվի խորհրդակցությունների արդյունքում։ Ազգային ժողովն ընդունեց Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի եւ Գեգամ Նազարյանի հեղինակած նախագիծը, որով հունվարի 27-ը սահմանվում է որպես հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։ Օրենսդրական մեկ այլ նախաձեռնությամբ նախատեսում է նվազեցնել վարչական վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածությունը։ Ինչ կարգավորումներ են առաջարկվում, ԱԺ-ն շարունակել է Քարորյանիստի աշխատանքը։ Շարունակվեց ազգային ժողովի հերթական նիստը, շարունակվեցին նաև իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորների ելույթները համեմված փոխադարձ մեղադրանքներով։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ անդրադարձավ ընդդիմության կողմից հնչեցրած այն մեղադրանքին, թե իրենք ասպատակում են հայ առաքելական եկեղեցին։ Կոնջորյանը հիշեցրեց, որ Կտրիչ Ներսիսյանը եկեղեցուն պատկանող Սուրբ Գեղարդից մի մաս նվիրել է այլ պետության ներկայացուցչի։ Այն Կտրիչ Ներսիսյանը, որի եղբայրը ըստ հրապարակված փաստաթղթի KGB-ի գործակալը։ Հետո մի այլ հոգևորական Կտրիչ Ներսիսյանի մերձավոր շրջապատից ասողիկը ասել է, որ ուրեմն Կտրիչ Ներսիսյանն ունի բացարձակ իրավունք ցանկացած մասունք նվիրել ցանկացածին, անկախ նրանից այդ մարդը աշխարհական է թե հոգևորական, այսինքն ինչ ասում, ասում ցանկացածին Կտրիչ Ներսիսյանը կարա տա։ Այստեղ մենք հիշում ենք, որ Կտրիչ Ներսիսյանը, ով կուսակրոնության ուխտ է տվել, խախտել է այդ ուխտը եւ ունի զավակ կամ զավակներ, ովքեր աշխարհական են։ Եվ Կտրիչ Ներսիսյանը, ինչպես ասում է ասողիկը, կարող է ցանկացած բան նաեւ նվիրաբերել իր աշխարհական զավակին կամ զավակներին, որոնք էլ իրենց հերթին կարող են նվիրաբերել մեկ ուրիշին կամ երրորդ պետությունների։ Հիմա մեր ընդդիմությունն ասում է, որ մենք ենք հարձակվել եկեղեցու դեմ եւ ոչ թե ասենք բանը Կտրիչ Ներսիսյանը։ Բայց այս ամբողջ իրավիճակի վրա իրականում լույս սփռեց տիկին Լիլիթ Գալստյանը, որ եկավ եւ մի հատ մոգական բառ ասեց, աբրակադաբրա, եւ իրականում ամեն ինչ իր տեղն ընկավ։ Ասեց, չէ, ոչ թե Կտրիչ Ներսիսյանը տվել է դա կամ նվիրել է, նա ընծայաբերել է դա։ Այդ նույն տրամաբանությամբ կարող է Ռոբերտ Քոչարյանը ժամանակին ընծայաբերել է Հայաստանի գույքը Ռուսաստանին կամ պատրաստվում էր ընծայաբերել Մեղրին Ղարաբաղի դիմաց, ասաց Կոնջորյանն ու հավելեց. Կամ օրինակ պատրաստվում է Ռոբերտ Քոչարյանը ըստ դատախազության իր $200 միլիոն ընծայաբերել Ղարաբաղից տեղահանվածներին։ Մենք անցած տարի 250 միլիոն վարկ ենք վերցրել պետությունը, որ Ղարաբաղից տեղահանվածների բնակարանային հարցը լուծի։ Ես առաջարկում եմ Տիկին Գալստյան, ձեր ղեկավարին ասեք, որ իր այդ 200 միլիոնը ընծայաբերի, նվիրի Ղարաբաղից տեղահանվածներին։ Այնուհետև խորհրդարանականներն անցան օրակարգային հարցերին, քննարկվող նախագծերից մեկով դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովում ոչ դատավոր անդամների թիվը կավելանա 3-ով։ Ըստ Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցի, այս հանձնաժողովն ունի 8 անդամ, որից միայն 2-ն են ոչ դատավոր անդամներ։ Սա նաեւ միջազգային գործընկերների դիտարկմամբ որոշակի ազդեցություն է ունենում դատավորների կարգապահական վարույթներ հարուցելու որոշումների կայացման գործընթացում, ստեղծելով այսպես կոչված կորպորատիվիզմի դրսևորումներ, քանի որ այդ դատավորներն այդ հանձնաժողովում մեծամասնություն են։ 2024 թվականին հանձնաժողով է ներկայացվել 583 դիմում, դրանցից որպես դատավորի դեմ կարգապահական վարույթ հարուցելու հաղորդում դիտարկվել է 183-ը, կարգապահական վարույթ է հարուցվել 9-ով եւ բարձրագույն դատական խորհրդի միջնորդություն է ներկայացվել միայն 2 գործով։ Համանման իրավիճակ է նաեւ 2023 թվականին 652 դիմումից հանձնաժողովը որպես
հաղորդում դիտարկել է երկար 88-ը, դրանցից 13-ի հիման վրա է հարուցել կարգապահական վարույթ եւ միայն մեկ միջնորդություն է ներկայացրել բարձրագույն դատական խորհուրդ։ Ոչ դատավոր անդամների տեխնացուներին ներկայացվող պահանջների մասով եւս փոփոխություններ են առաջարկվում։ Ըստ այդմ ոչ դատավոր անդամներ ընտրելուց առաջ դատական դեպարտամենտը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ պետք է կազմակերպի դատավորների բարեվարկության ստուգում։ Ոչ դատավոր անդամները ԿԿՀ-ին պետք է ներկայացնեն նաեւ հայտարարագիր։ Այնուհետև ազգային ժողովն ընդունեց առաջին եւ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ քննարկված մի շարք նախագծեր։ Այդ թվում ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի եւ Գեգամ Նազարյանի հեղինակած նախագիծը, որով հունվարի 27-ը սահմանվում է որպես հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր, ոչ աշխատանքային։ Նաեւ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով նախատեսվում է, որ 27-ից 37 տարեկան քաղաքացիները կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից, կամովին վերադառնալով Հայաստան եւ ընտրելով առաջարկվող 5 տարբերակներից մեկը՝ 24 ամիս ծառայելուց մինչև 15 միլիոն դրամի վճարում պետբյուջե։ Մեկ այլ օրենսդրական փոփոխության արդյունքում էլ նախատեսվում է նվազեցնել վարչական վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածությունը։ Որպես ընդհանուր կանոն սահմանում ենք, որ վարչական դատավարությունում վերաքննիչ բողոքները կքննվեն գրավոր ընթացակարգով։ Եվ միայն բացառիկ դեպքերում, երբ դատարանը պատճառաբանված որոշում կկայացնի, որ բողոքի քննությունը ավելի արդյունավետ է իրականացնել նիստերի միջոցով, բանավոր կերպով, ապա քննությունը կարվի նիստի միջոցով։ Հաջորդ կարևոր փոփոխությունը վերաբերում է հետևյալին։ Մենք առաջարկում ենք, որ այն դեպքերում, երբ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների դեմ վճիռ է կայացվել վարչական դատարանում եւ այդ վճիռը վերաբերում է 300,000 դրամը չգերազանցող տուգանքներին, վարչական մարմինը չկարողանա այդ ակտերը բողոքարկել վերաքննիչ ածյան։ Դատական կազմի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով առաջարկվում է նորմատիվ իրավական ակտի իրավաչափության վիճարկումը քննել 5-ի փոխարեն 3 դատավորից բաղկացած կազմով։ 8748 բողոքից 80%-ը բողոքարկում է պետությունը, տեղական ինքնակառավարման մարմինը եւ դրանից էլ 65%-ը մինչև 25,000 դրամ դատական ակտեր են, այսինքն վերաքննիչ վարչական դատարանը ծանրաբեռնված է նման փոքր գործեր քննելով։ Խնդիրների լուծման համատեքստում Վլադիմիր Վարդանյանն էլ բարձրացրեց Զուրոատյանի վարչական դատարան ստեղծելու հայեցակարգի մշակման հարցը։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Ինչպես արդեն նշեցինք, հունվարի 27-ը սահմանվել է հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր, որը կլինի ոչ աշխատանքային։ Ընդդիմությունը օրենքի ընդունմանը դեմ էր քվեարկել։ ԱԺԿՊ խմբակցության падգամավոր Ջուլիետա Ազարյանի կարծիքով դա անարգանք է հայրենիքի պաշտպանության համար ընկածների հիշատակին։ Այսօր ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծը, որով հունվարի 27-ը սահմանեց հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։ Օրենքի նախագծի հեղինակներն են ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն ու անկախ падգամավոր Գեգամ Նազարյանը։ Հատկանշական է, որ օրենքի նախագծի ընդունմանը դեմ քվեարկեցին Հայաստան Դաշինքի падգամավորները։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Ջուլիետա Ազարյանի կարծիքով սա խորհրդարանական ընդդիմության ոչ միայն հերթական անտրամաբանական քայլն էր, այլև անարգանք իրենց գործընկերոջ նկատմամբ, որը 44-օրյա պատերազմի օրերին զավակ է կորցրել։ Եվ սա այն դեպքում, երբ այդ նույն ընդդիմադիրները ամեն պատե ու անպատե առիթները բաց չեն թողնում շահարկելու պատերազմի թեման։ Իսկ այսօր երբ պիտի փոքրիկ դրական առումով ժեստ աներ, այսօր շատ տգեղ պահեցին իրենց, ելի եմ կրկնում, իդեմս այն գործընկերոջ իրենց, ով կորցրել է որդի եւ ով հենց անձամբ նախագիծը ներկայացրել էր համատեղությամբ։ Ազարյանը խոսելով ընդդիմության քայլերի մասին անդրադարձ կատարեց նաև Սամվել Կարապետյանի եղբոր որդու Նարեկի կողմից ստեղծված նոր կուսակցությանը, նրա անվանմանը եւ այդ անվանման նմանությանը, որը ներկայում ներկայացված է խորհրդանում որպես ընդդիմադիր ուժ։ Նույն Նարեկ Կարապետյանը խորհուրդ էր տալիս իբրև սկսնակ քաղաքական գործիչ, նաև հանձն էր առել այն դերը, որ խորհուրդ տալով Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին չմասնակցել այս ընտրություններին եւ իրենց զիջել իրեն եւ իր թիմին։ Կարծում եմ այստեղ եւս մեծ հաշվով ոչ զարմանալու բան կա, ոչ նոր ասելիք կա։ Պատգամավորն արձագանքեց նաեւ Նարեկ Կարապետյանի վերջերս արած հայտարարություններից մեկին, ըստ որի իրենց վարչապետի թեկնածուն պատրաստ է աշխատել կամ ծառայել ժողովրդին 1 դրամով։ Շատ իսկապես բնական տրամաբանական հարց է առաջ գալիս, ինչի դիմաց է իրենց
կամ ինչ առաջարկի, ենթադրում շատ գայթակղիչ առաջարկի դիմաց, իրենց թեկնածուն պիտի հրաժարվի աշխատավարձից եւ պիտի 1 դրամով ծառայի Հայաստանի Հանրապետության։ Ջուլիետա Ազարյանը խոսեց նաև Գարեգին II-ի կողմից եպիսկոպոսած ժողովը արտերկրում անցկացնելու որոշման մասին։ Վերջինիս խոսքով Կտրիչ Ներսիսյանի այդ որոշումը առաջին հերթին պայմանավորված է հոգևորականների կողմից վստահության կորստով։ Ըստ Ազարյանի նա փորձում է վերջին ճիգերը գործադրել կաթողիկոսի գահը ամեն գնով պահպանելու համար։ Պատգամավորը համոզված է, որ Կտրիչ Ներսիսյանի ջանքերն ապարդյուն են, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ 10 եպիսկոպոսների նախաձեռնած հայաստանյան Սարաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման ծրագիրն անպայման իրականացվելու է։ 1 ամիս առաջ, երբ նա պիտի գումարեր կրկին եկեղեցական ժողով, այսպես ասած, քվորում չկարողացավ ապահովել։ Սա ինչի մասին է խոսում, սա իր հանդեպ ունեցած անվստահության մասին է խոսում, այսպիսի նախադեպ, սա իսկապես նախադեպ է, երբ կաթողիկոսը կարող է, այս դեպքում Կտրիչ Ներսիսյանը կարող է հրավիրել ժողով եւ քվորում չապահովել, բավարար չափով բարձրաստիճան հոգևորականներ չհավաքվեն այդ ժողովին եւ ըստ էության ժողովը տեղի չէր ունեցել։ Եվ բնականաբար Կտրիչը պիտի գերադասի Հայաստանի Հանրապետությունից դուրս անցկացնի իր հավաքը, այսպես կոչված, որտեղ ենթադրում եմ Հայաստանի Հանրապետությունից դուրս կգտնի ավելի գուցեև մեծ թվով համախոհներ, ովքեր կմիանան իր ժողովին հրավիրած, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքում ինքը անելիք չունի։ ԿՊ պատգամավորն անդրադարձ կատարեց նաև ռուսական փափուկ ուժի առկայությանն ու Ռուսաստանի քայլերին տարածաշրջանում, մասնավորապես Հայաստանում, ընդգծելով, թե ճիշտ է գուցե խորհրդարանական ընտրություններից առաջ ռուսական ազդեցության ակտիվություններ նկատելի է Հայաստանում, բայց այն կար նաև մինչև այս։ Ազարյանը վստահեցրեց Հայաստանը պատրաստ է դիմակայել հիբրիդային պատերազմին եւ թույլ չի տալու միջամտել իր ներքին գործերին։ Պաշտոնից ազատվել է Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ գերշնորհ Տեր Գուսանց այրագույն վարդապետ Ալճանյանը։ Այս մասին հայտնել են մայրաթորից, նշելով, որ Տեր Պարթև եպիսկոպոս Բարսեղյանը ազատվելով Գեղարքունյաց թեմի առաջնորդի պաշտոնից նշանակվել է Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդ։ Հիշեցնենք, որ Ալճանյանը միացել էր Փաշինյանի եկեղեցու բարենորոգման հայտարարությանը եւ ճանապարհային քարտեզին։ Հայաստանը մասնակի ապաշրջափակվել է մի փոքր ավելի վաղ, քան թրիփի գործնական փուլ անցում կատարելը։ Ազգային ժողովի հայտարարությունների ժամին նշել է խորհրդանի փոխոսնակ Ռուբեն Ռուբինյանն, անդրադառնալով թրիփի վերաբերյալ ընդդիմության այն պնդումներին, թե դրանով Հայաստանը արտատարածքային միջանցք է տվել, ինչպես նաև անգամ նման դեպքում Հայաստանը չի ապաշրջափակվել, այլ շարունակել է մնալ կախյալ դիրքում։ Ռուբինյանն իր հայտարարությունը փաստող օրինակներ է հիշատակել։ Փետրվարի 14-ին հրապարակվեց հայտարարություն փաստաթուղթ Արադ Միրզոյանի եւ իր ամերիկացի հունվարի Արադ Միրզոյանի եւ իր ամերիկացի պաշտոնակցի հանդիպման արդյունքներով, որոնցով բոլոր 3 կետերով հստակ պատասխան եղավ սևով սպիտակին գրված, որ Հայաստանի ամբողջ տարածքում անվտանգությունը պահում են Հայաստանի համապատասխան գերատեսչությունները, որ ամեն ինչ լինում է մեր ինքնիշխանության եւ իրավազորության ներքո, որ համապատասխան մաքսային եւ սահմանային ընթացակարգերը լինելու են, որ հայ սահմանապահներն էլ ֆիզիկական ներկայություն են ունենալու բոլոր սահմանային եւ մաքսային համապատասխան կետերով։ Այսինքն հրապարակվեց փաստաթուղթ այն մասին, որ չի լինելու արտատարածքային միջանցք, լինելու է ճանապարհ, ինչը մենք ուզում ենք։ Հաջորդը օգոստոսի 8-ին մեր ընդդիմադիրները պնդում էին, որ ոչ մի ապաշրջափակում չի լինելու եւ Հայաստանը շարունակելու է մնալ շրջափակման մեջ։ Արդյունքում ինչ եղավ, Հայաստանը մասնակիորեն ապաշրջափակվեց նույնիսկ թրիփի իրագործումից առաջ, որովհետեւ ես ուզում եմ հիշեցնել, որ մենք արդեն մի քանի ամիս ապրում ենք, երբ որ Ղազախստանից հացահատիկ է եկել Ադրբեջանի տարածքով եւ երկաթգծով Հայաստան, այսինքն երկաթգծային առումով առնվազն մասնակի Հայաստանը ապաշրջափակվել է, Ռուսաստանից է հացահատիկ եկել եւ այսպես շարունակ։ Այսինքն, մի վարքյան, արդեն իսկ մասնակիորեն ապաշրջափակումը տեղի ունեցել, բայց բնականաբար դա ամենը չէ։ Օգոստոսի 8-ի հռչակագիրը ենթադրում է, որ տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաները ապաշրջափակվելու են եւ հետեւաբար Հայաստանը հնարավորություն է ստանալու օրինակ երկաթուղային կապ ստանալ Իրանի հետ, երկաթուղային կապ Ռուսաստանի հետ արդեն մասնակիորեն ունի եւ ամբողջ աշխարհի հետ։ Ինչի մասին է խոսքը։
Հայտարարությունների ժամին էլ բանավեճ է բռնկվել քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Վագն Ալեքսանյանի եւ Հայաստան խմբակցության падգամավոր Արմենուհի Գյուրեղյանի միջև։ Վերջինս իշխանությանը մեղադրել է անարդյունավետ կառավարման, բնակչության ծայրահեղ աղքատության ֆոնին միլիոնավոր դրամների պարգևավճարներ ստանալու եւ Գյուրեղյանի բարերով Փաշինյանի ապօրինի կապրիզները կատարելու համար։ Գյուրեղյանը Փաշինյանին անվանել է բռնապետիկ, որին հաջորդել է Ալեքսանյանի կոշտ արձագանքը։ Չգիտեմ, հիմա չեք որոշել գաք այս ամբիոնից Ռոբերտ Քոչյանին բռնապետիկ անվանել, հատկապես որ մենք նրա կապրիզներին էլ այդքան առանձնապես ծանոթ չէինք, Տիկին Գյուրեղյան։ Տիկին Գյուրեղյան, լռեք։ Տիկին Բինասյան, դուք էլ լռեք։ Շարունակեք, պարոն Ալեքսյան։ Վերականգնեք, պարոն Ալեքսյան։ Ամեն դեպքում ես պարոն Ռոբերտ Քոչյանին այդ անունով չեմ դիմում ըստեղից, դուք դիմեցիք, ուզում եի ուղղակի հասկանալ, էլի, Տիկին Գյուրեղյան։ Թեթև տարեք, հիմա եկաք ասացիք, ինչ եք նեղանում էլ։ Անդիմության մեղադրանքներին անդրադարձել է նաև քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Կոնջորյանը իր հերթին անդիմադիներին անվանելով աբսուրդի ժանրի թատրոնի դերասաններ։ Կա մի գրական ստեղծագործություն, որը կոչվում է Գոդոյին սպասելիս։ Սա աբսուրդի թատրոնի ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է, որ երկու հոգի սպասում են ինչ-որ մի Գոդոյի եւ ինչ-որ խոսում են, զրուցում են, դատողություններ են անում եւ այդ Գոդոն երբեք էլ չի գալիս։ Եվ այս աբսուրդի թատրոնի ստեղծագործությունը ընդհանրապես ներկայացնում է մարդկային կյանքի աբսուրդը, երբեմն այդ դատարկությունը, անիմաստ ինչ-որ նպատակների հետևից գնալու սպասումները եւ ուրեմն ընդդիմությունը հայտնվել է Գոդոյին սպասելի ստեղծագործության կարգավիճակում, ուղղակի ինքը սպասում է Միջանցքին սպասելիս ընդդիմության վերջին 5 տարիներին։ Մեր հիմա պարոն Խաչատրյանն ասում է, ես դեռ չեմ տալիս Միջանցք կանոնը, այսինքն չի ասում, որ Միջանցք չկա, Միջանցք չպետք է լինի, ասում է, ես դեռ չեմ տալիս, բայց սպառնում է, որ կտա։ Ոչ թե դեռ չեք տալիս, 5 տարի է հարգելի գործընկերներ, դուք ասում եք, որ այո, այս կամ այն ձևով պնդում եք, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է տա այսպես կոչված Միջանցք։ Նոյեմբերի 9-ի համապատասխան կետը մեկնաբանելով այնպես, ինչպես որ մեկնաբանում են Հայաստանից դուրս գտնվող տարբեր ուժեր։ Հիմա բնականաբար պարզ է, որ դուք թրիփով պետքա բավարարված չլինեք, բայց կա նաև հաջորդ մեկ այլ կողմը։ Այսօրվա մեր ընդդիմության մի մասը սկսում է կամաց արդեն փոխել նարատիվը, ասում է, դե այդ թրիփը այդքան էլ վատ բան չի, թրիփը լավ բան է, բայց այս իշխանությունը չի կարա այդ թրիփը իրագործի։ Մեզ պետք են ուժեղ բանակցողներ, որ գնան թրիփը իրագործեն։ Բայց ստեղ էլի գալիս է մի հատ աբսուրդ, որ եթե թրիփը լավ բան է, բա այս իշխանությունն է բանակցել, որ ստացել է թրիփը։ Էլ ոնց է ստացվում, որ այս իշխանությունը լավ բանակցող չի, այ դուք պիտի գաք, որ գնաք բան անեք, վերցնեք եւ թրիփը դարձնեք ավելի լավ ծրագիր։ Մյուսը վառելիքը, բենզինը, բայց ընդհանրապես կյանքը մի հատ հատկություն ունի, կյանքը միշտ հաղթում է պաթոսին։ Եվ օրինակ Ադրբեջանից ներմուծված բենզինը մարդը կարող է լցնել իր մեքենան եւ այդ մեքենան կշարժվի։ Բայց ընդդիմության էժան հայրենասիրությունը ոչ միտեղ չես կարա լցնես եւ ոչ մի բան չի շարժվի այդ հայրենասիրությունից։ Ընդհակառակը այդ ընդդիմության էժան հայրենասիրությունից միշտ կարելի է հետ գնալ։ Իսկ մենք ուզում ենք, որ մեր պետությունը, մեր երկիրն ու մեր ժողովուրդը առաջ գնա։ Եվ սա ապաշրջափակման կարևոր դրվագներից մեկն է։ Իշխանությանը պետական բյուջեի թալանի համար մեղադրող ընդդիմադիրներին քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Լիլիթ Ստեփանյանը հիշեցրել է նրանց կառավարման տարիները, մասնավորապես երբ Ռոբերտ Քոչյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանության հետ կոալիցիոն կառավարման մեջ գտնվող դաշնակցական սոցիալ-նախարարները Լիլիթ Ստեփանյանի խոսքով թալանում էին մանկատները եւ յուրացնում մանկատան սաների համար նախատեսված բնակարանների գումարը։ Երբ 2018 թվականին քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եկավ իշխանության, ուրեմն միայն սոցիալական ոլորտում, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում 91 թվականից սկսած, երբ Հայաստանի Հանրապետությունը դարձել էր անկախ պետություն 287 մանկատան սաների բնակարանի գնման վկայականներ այս նախարարությունը չէր տվել։ Յուրաքանչյուր բնակարանի գնման իրավունքը արժեր 6.3 միլիոն դրամ։ Հարց է առաջանում, այս ընդդիմադիրները, որ ղեկավարել են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը երկար տարիներ եւ մի քանի этаպով, ինչպես են իրենց թույլ տալի խոսեն սոցիալական խնդիրների մասին։ Հարգելի ընդդիմադիրներ եւ մասնավորապես Աղբան Վարդանյան եւ օրինակ Թադևոս Ավետիսյան, մանկատան սաների տներն ու փողերը ուր են, գուցե սրան պատասխանեք։
Իշխանություն, ընդդիմություն, առճակատումից ու փոխադարձ մեղադրանքներից անդին քաղաքացիական պայմանագիր խմբակցության սյունեցի պատգամավոր Արմեն Խաչատրյանը խոսել է Գորիս համայնքի սահմանամերձ Որոտան գյուղում գործող Տաթև հեկի մասին, որի հետ կապված խնդիրները պարբերաբար բարձրաձայնում են տեղի բնակիչները։ Գյուղում 200 մետր հեռավորության վրա գործում է հիդրոէլեկտրոկայան Տաթև հեկը, որը պատկանում է Contour Global Cascade փակbaşıնտիրական ընկերությանը։ Եվ գյուղը փաստացի ազդակիր համայնք է այս հեկին։ Այսինքն գյուղը կրում է բացասական ազդեցությունները տարերային աղետների կամ արտակարգ իրավիճակների դեպքում գյուղը կոնկրետ ռիսկերի տակ է գտնվում այդ հիդրոէլեկտրոկայանի պատճառով, բայց գյուղի հետ կապված Contour Global-ը որևէ սոցիալական պատասխանատվության ծրագրեր չի իրականացնում, որևէ փոխհատուցումներ չկան։ Բացի աղետների եւ արտակարգ իրավիճակների դեպքերի, որի դեպքում օրինակ վարկյանում 30 մինչև 30 տոննա ջուր է հոսում այդ խողովակներով, պատկերացրեք, բացի դրանից նաեւ աղմուկի հետ կապված խնդիր կա, գյուղացիները ստիպված են լինում ժամերով, նույնիսկ օրերով, օր ու գիշեր լսել այս աղմուկը։ Սա տուրբինների աղմուկն է, որ գյուղացիները չգիտես ինչու պարտադիր պետք է լսեն։ Հեկը կառուցվել է մոտավորապես 1970-ականներին, հետո մասնավորեցվել է մոտ 10 տարի առաջ, չեմ ուզում հիշատակել ովքեր են սեփականատերերը եւ ոնց մասնավորեցվեց, սա չի խնդիրը, բայց չի կարող բիզնեսի շահույթ ստանա եւ բիզնեսի արդյունքում բնակիչները կրեն բացասական հետևանքներ, բայց փոխհատուցումներ չլինեն։ Հետևաբար հայտարարությունս ուղղվում է շրջակա միջավայրի նախարարությանը, նախարարին եւ խնդրում եմ անցկացնել շրջակա միջավայրի ազդեցության գնահատականի փորձաքննություն, բարձելու համար, թե Որոտան գյուղը ինչքան է ազդակիր համայնք եւ ըստ այդմ արդեն իրականացնել փոխհատուցումների եւ սոցիալական պարտավորությունների ծրագիր։ Անդրադառնանք այլ թեմաների Սիրիայում քրդական հարցը նոր փուլ է մտնում, երբ շաբաթյա մարտական բախումներից հետո կողմերը ամերիկյան միջնորդությամբ համաձայնության են եկել հրադադարի շուրջ։ Փաստաթուղթը նախատեսում է քրդական զինված ուժերի ինտեգրում պետական համակարգում, քաղաքացիական կառավարման փոխանցում, բնական ռեսուրսների վերահսկողություն, նաև մշակութային եւ լեզվական իրավունքների ճանաչում, սակայն չնայած պաշտոնական հայտարարություններին, տարածաշրջանում լարվածությունը շարունակում է պահպանվել։ Սիրիայում կառավարական ուժերի եւ քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերի միջև երկշաբաթյա ինտենսիվ ռազմական բախումներից հետո կողմերը Ամերիկայի միջնորդությամբ հայտարարել են համապարփակ եւ անհապաղ հրադադարի մասին։ Համապատասխան պայմանավորվածությունը հաստատել է նաեւ Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ Ալ-Շարան, ներկայացնելով 14 կետանոց համաձայնագիր, որը փաստացի ուղղված է Սիրիայի քրդերի ինտեգրմանը։ Սիրիայի դեմոկրատական ուժերի հրամանատար Մազլում Աբդին էլ իր հերթին ընդգծել է, որ քրդական կոալիցիան չի լուծարվելու։ Նա նշել է, որ քրդերն ընդունել են արյունահեղությունը դադարեցնելու համաձայնագրի պայմանները, սակայն Սիրիայի դեմոկրատական ուժերը չեն պարտվել եւ չեն քայքայվել։ Աբդին հավելել է, որ շարունակելու են պաշտպանել իրենց տարածքները։ Սիրիական պետական սանագործակալության հաղորդմամբ ըստ համաձայնագրի հրադադար է հաստատվում բոլոր ճակատներում եւ շփման գծերում։ Զուգահեռաբար քրդական Սիրիայի դեմոկրատական ուժերի բոլոր ռազմական կազմավորումները պետք է դուրս բերվեն Եփրատի արևելյան ափ, որպես նախապատրաստական քայլ դրանց հետագա վերատեղակայման համար։ Դեյր ez-Զոր եւ Ռաքքա նահանգներն ամբողջությամբ անցնում են Սիրիայի կառավարական, վարչական եւ ռազմական վերահսկողության տակ, ներառյալ քաղաքացիական հիմնարկների կառավարումը եւ նավթագազային ենթակառուցվածքների վերահսկողությունը։ Փաստաթուղթը նախատեսում է, որ քրդերի Սիրիայի դեմոկրատական ուժերի ռազմական եւ ուժային կադրերը անհատական հիմունքներով կարող են ներառվել Սիրիայի պաշտպանության եւ ներքին գործերի նախարարությունների համակարգերում անվտանգության ստուգում անցնելուց հետո։ Նրանց կտրամադրվեն զինվորական կոչումներ եւ նյութատեխնիկական ապահովում, միաժամանակ պահպանելով քրդական շրջանի ինքնության եւ առանձնահատկությունների պաշտպանությունը։ Կառավարությունը պատրաստվում է հետապնդումների չընթարկել այդ աշխատակիցներին, մարտիկներին եւ քաղաքացիական վարչակազմի ներկայացուցիչներին։ Հատուկ կետերով սահմանվում է, որ Հասաքե նահանգի բոլոր քաղաքացիական հաստատությունները ներառվելու են Սիրիական պետության վարչական համակարգում, իսկ բոլոր սահմանային անցակետերն ու բնական ռեսուրսներն անցնելու են կենտրոնական կառավարման վերահսկողության տակ։ Այդ կենտրոնների անվտանգությունը կապահովեն կանոնավոր զինված ուժերը։ Միաժամանակ Այն Ալ-Արաբ քաղաքն ազատվում է ծանր զինվորական ստորաբաժանումներից, որտեղ կձևավորվի ներքին
անվտանգության ուժ տեղի բնակիչներից։ Համաձայնագրում ներառված է նաև նախագահական թիվ 13 հրամանագրի ողջունումը, որով նախատեսվում է քրդական բնակչության մշակութային եւ լեզվական իրավունքների ճանաչում։ Քրդերենին տրվում է ազգային լեզվի կարգավիճակ, Նովրուզը հայտարարվում է պետական տոն։ Նաև նախատեսվում է լուծել չգրանցված անձանց իրավական խնդիրներն ու վերականգնել նախորդ տասնամյակում կորցրած գույքի իրավունքները։ Սակայն չնայած պաշտոնական հայտարարություններին, իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Սիրիական քրդական ուժերը հայտնում են Սիրիայի հյուսիս-արևելքում իրենց դիրքերի վրա թուրքական օդուժի հարվածների մասին։ Ըստ քրդական Սիրիայի դեմոկրատական ուժերի անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ալ-Հասակի հարավային հատվածում գտնվող Քեզվան լեռան շրջանին, որից հետո տարածքը ենթարկվել է նաև հրետանակոծության։ Քրդական կողմը նաև տեղեկացրել է, որ հետ է մղվել կառավարական ուժերի հարձակումները Ալ-Այյայի ուղղությամբ, նշելով, որ սիրիական բանակը կորուստներ է կրել։ Դամասկոսն իր հերթին մերժել է հրադադարի խախտման մեղադրանքները, պնդելով, որ իրավիճակն ապակայունացնում են քրդական աշխատավորական կուսակցության առանձին ստորաբաժանումներ եւ նախկին վարչակազմի կողմնակիցները։ Միաժամանակ համաձայնագրով քրդական Սիրիայի դեմոկրատական ուժերը պարտավորվում են Սիրիայի տարածքից դուրս բերել քրդական աշխատավորական կուսակցության այն ղեկավարներին եւ մարտիկներին, որոնք Սիրիայի քաղաքացի չեն։ Քրդական կողմի դիրքերն իապես թուլացել են վերջին բախումների հետևանքով։ Նրանք կորցրել են նավթաբեր մի շարք կարևոր տարածքներ, հիմնականում կենտրոնանալով Ղամիշլիում, Հասաքեում եւ Քոբանիում։ Միջազգային աջակցության նվազումը եւս ծանրացրել է նրանց վիճակը։ Վաշինգտոնը վերջին շրջանում շեշտն առավել դնում է միասնական Սիրիայի գաղափարի վրա, իսկ Թուրքիայի գործոնը շարունակում է առանցքային դեր խաղալ քրդական հարցի փակման գործընթացում։ Այս ֆոնին Թուրքիայի քրդերը հավաքվում են Ռոժավայա սահմանի մոտ հայտարարելով, որ պատրաստ են անցնել Սիրիայի տարածք պաշտպանելու իրենց քույրերին ու եղբայրներին։ Դիտորդների գնահատմամբ քրդական կողմը կանգնած է սահմանափակ ընտրության առջև կամ ընդունել ինտեգրման պայմանները, ստանձնելով մշակութային եւ լեզվական որոշ արտոնություններ կամ բախվել նոր պատերազմի վտանգին ավելի ծանր պայմաններով։ Սիրիայում քրդական հարցի շուրջ զարգացումները մտնում են վճռորոշ փուլ, որի հետևանքները կարող են էական ազդեցություն ունենալ ոչ միայն երկրի ներքին կայունության, այլև ամբողջ տարածաշրջանի անվտանգության վրա։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Իսկ այսօր կեսօրին բախումներ են սկսվել Թուրքիայի և Սիրիայի սահմանի Նասայբին քաղաքի հատվածում, ինչպես հայտնել ենք, Թուրքիայում բնակվող 1000-ից ավելի քրդեր փորձել են անցնել Սիրիայի տարածք, այդ երկրի հյուսիսում բնակվող իրենց հայրենակիցներին աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Թուրքական ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել ցուցարարների նկատմամբ։ Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ թուրքական ոստիկանությունը շարունակելու է վճռորոշ քայլեր գործադրել, բացառելու համար ցանկացած սադրանք։ Իրավիճակը սահմանին սրվել է Սիրիայի կառավարական բանակի քրդական ուժերի դեմ ձեռնարկված լայնածավալ հարցակումից հետո։ Միջազգային մյուս նորությունները տեսաշարով։ Կրեմլը հաստատել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած խաղաղության խորհրդին միանալու հրավեր է ստացել եւ Մոսկվան ներկայում ուսումնասիրում է այդ առաջարկը։ Reuters-ի փոխանցմամբ պաշտոնական որոշում դեռ չի կայացվել։ Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ խորհրդում մշտական անդամակցություն ցանկացող երկրներից պահանջվելու է առնվազն $1 միլիարդ ներդրում։ Կանոնադրության ընդունումից հետո առաջին տարվա ընթացքում ներդրում կատարած երկրները կստանան մշտական տեղ, իսկ մյուսները նշանակվեն առավելագույնը 3 տարի ժամկետով։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրաժարվել է միանալ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած խաղաղության խորհրդին, մտահոգություններ հայտնելով դրա կանոնադրության վերաբերյալ, փոխանցում է Bloomberg-ը։ Փարիզում կարծում են, որ առաջարկվող ձևաչափը դուրս է Գազայի հարցի շրջանակներից եւ կարող է հակասել ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքներին։ Ֆրանսիան ընդգծում է, որ միջազգային ինստիտուցիոնալ նորմերը քննարկման ենթակա չեն։ Մակրոնը նաեւ վերահաստատել է Ֆրանսիայի հավատարմությունը ազգերի ինքնիշխանությանն ու անկախությանը, արձագանքելով Գրենլանդիայի վերաբերյալ Թրամփի հայտարարություններին։ Սիրիայի հյուսիս-արևելքում քրդական ուժերը հայտնել են իրենց դիրքերի վրա թուրքական օդուժի հարվածների մասին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Սիրիայի դեմոկրատական ուժերի տվյալներով թուրքական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Ալ-Հասաքեի հարավային հատվածում գտնվող Քեզվան լեռան շրջանին, որին հաջորդել է հրետանային գնդակոծություն։ Ըստ աղբյուրի հարվածներ են եղել նաև սիրիական կառավարական ուժերի կողմից, որի հետևանքով եղել են կորուստներ։ Քրդական կողմը Դամասկոսին մեղադրում է հրադադարի խախտման համար, մինչդեռ սիրիական բանակը հերքում է մեղադրանքները։
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ Ալ-Շարայի հետ, հաղորդում է Սանա գործակալությունը։ Զրույցի ընթացքում կողմերն ընդգծել են Սիրիայի տարածքային ամբողջականության եւ անկախության պահպանման, նաեւ երկրի կայունացման ուղղված ջանքերին աջակցելու կարեւորությունը։ Թրամփն ու Ալ-Շարան կարևորել են քրդական ժողովրդի իրավունքների եւ անվտանգության երաշխավորումը։ Նրանք նաեւ համաձայնել են շարունակել գործողությունները իսլամական պետությունը հաբեկչական կազմակերպության դեմ պայքարում եւ դրա սպառնալիքների լիակատար վերացման ուղղությամբ։ Մոլդովան սկսել է անկախ պետությունների գործակցության հետ անդամակցությունը ձևավորող հիմնական համաձայնագրերի չեղարկման գործընթացը, ինչը հնարավորություն կտա երկրին պաշտոնապես դուրս գալ ԱՊՀ-ից։ Այս մասին հայտարարել է փոխվարչապետ արտաքին գործերի նախարար Միհայ Պոպշոյը։ Ըստ նրա, խոսքը վերաբերում է ԱՊՀ կանոնադրության կազմակերպության ստեղծման մասին համաձայնագրի եւ համապատասխան հավելվածի չեղարկմանը։ Գործընթացը նախատեսվում է ավարտել փետրվարի կեսերին, որից հետո հարցը կքննարկվի խորհրդարանում եւ կներկայացվի նախագահի հաստատմանը։ Շարունակում ենք թողարկումը 2025 թվականի ընթացքում բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը շարունակել է վերահսկողական աշխատանքները շրջակա միջավայրի պահպանության նպատակով։ Տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել կենդանական եւ բուսական աշխարհի, մթնոլորտային օդի, ջրային ռեսուրսների, հողերի օգտագործման եւ ընդերք օգտագործման ոլորտներում։ 2025 թվականին բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինն իրականացրել է 451 ստուգում։ Այս մասին 2025 թվականի ամփոփիչ ասուլիսում հայտարարել է բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովանես Մարտիրոսյանը։ Ստուգումների արդյունքում տրվել է 421 հանձնարարագիր, որոնցից 394-ը կատարվել է։ Արձանագրվել է 103 իրավախախտման դեպք։ Ընդհանուր առմամբ բարույթ է սահմանվել 2430 դեպքով, ինչը 2024 թվականի համեմատ աճել է 30%-ով։ Ստուգումները ըստ ուղղությունների ունեն հետևյալ թվային պատկերները։ Կենդանական եւ բուսական աշխարհի օգտագործման եւ պահպանության ոլորտում մենք 12 ստուգում ենք իրականացրել, ընդերք օգտագործման եւ ընդերքի պահպանության ոլորտում 100 ստուգում, մթնոլորտային օդի պահպանություն 117, ջրային ռեսուրսների օգտագործման եւ պահպանության ոլորտում 142 ստուգում եւ 50 ստուգում իրականացրել ենք այլ ոլորտներով։ Տարվա ընթացքում նշանակված ստուգանքների ընդհանուր գումարը կազմել է 248 միլիոն 750 հազար դրամ, իսկ վերահսկողական աշխատանքների արդյունքում հաշվարկվել է 33.3 միլիարդ դրամի վնաս, որոնցից մոտ 7 միլիարդ դրամը վերաբերում է ընդերք օգտագործման ոլորտին։ Պետական բյուջե 2025 թվականին մուտքագրվել է 338 միլիոն դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 39%-ով։ Կենդանական եւ բուսական աշխարհի ոլորտում արձանագրվել է 1264 իրավախախտում, որոնց գերակշիռ մասը բուսական աշխարհի օգտագործման հետ կապված։ Ապօրինի ծառայությունների մասով ըստ տեսչական մարմնի ղեկավարի արձանագրվել է դրական դինամիկա։ Եթե 24 թվականին մենք արձանագրել էինք 13013 հատված ապօրինի ծառ, ապա 25 թվականին մենք արձանագրել ենք 11852 հատված ծառ, ընդ որում 22 թվականից սկսած մինչև 25 թվականը ներառյալ մեր նվազման միտում ունենք եւ դա դրական դինամիկա է մեր համար։ Պայմանավորված է դա նաեւ պահպանության այդ որակի փոփոխությամբ եւ երբ որ մեր անտառների պահպանությունը վերջնականապես կիրականացվի արդեն նորաստեղծ ծառայության կողմից, կարծում եմ, որ մենք ստեղ բավականին դրական արդյունքներ կունենանք։ Ապօրինի որսի դեպքերի թիվը կազմել է 16, որոնց ընթացքում բռնագրավվել է 13 որսորդական զենք։ Սիկ ձկնատեսակի ապօրինի որսի կանխարգելման միջոցառումների շրջանակներում արգրավվել է շուրջ 2200 կիլոգրամ սիկ, 25 լողամիջոց եւ 298 ձկնորսական ցանց։ Մթնոլորտային օդի պահպանության ոլորտում արձանագրվել է 617 իրավախախտում, որոնցից 217-ը Երևանում։ Տուգանքների ընդհանուր գումարը կազմել է մոտ 35 միլիոն դրամ, իսկ հաշվարկված վնասը 160 միլիոն դրամ։ Ես կառանձնացնեմ Երևան քաղաքում արձանագրված իրավախախտումները, մենք 617-ից 217 իրավախախտման դեպքը դա եղել է Երևան քաղաքում, ընդ որում ըստ ուղղությունների 15 դեպք արձանագրել ենք առանց անթափանց ծածկոցի սորուն նյութերի տեղափոխման մասով, դա երբ որ տրանսպորտային միջոցներով, բեռնատարներով սորուն նյութեր են տեղափոխում եւ պատշաճ չեն ծածկում, ընդ որում այստեղ այս 15 դեպքը Երևան քաղաքի համար եւս դրական ցուցանիշ է, որովհետեւ երբ որ մենք այս միջոցառումը սկսեցինք ակտիվ իրականացնել, դեռևս 2021 թվականին ընդամենը 1 շաբաթվա ընթացքում մենք 127-ից ավել դեպք ենք արձանագրել։
Այսինքն այս ամբողջ տարվա ընթացքում մի քանի փուլով արագ իրականացված միջոցառումով ընդամենը 15 դեպք ենք արձանագրել, ստեղ մեր վարորդները բավականին արդեն այդ մշակույթը ձևավորվել է եւ իրենց վարկագիծը այս իմաստով բավականին դրական տենդենց ունի։ 2025 թվականին ընդերքօգտագործման ոլորտում արձանագրվել է 291 իրավախախտում, այդ թվում 207 ապօրինի ընդերքօգտագործման դեպք։ Ապօրինի արդյունահանման ծավալը կազմել է 14 միլիոն խորանարդ մետր հանքանյութ։ Բացի այդ մետաղական հանքերում արձանագրվել է ապօրինի արդյունահանում 82 կիլոգրամ ոսկի, 661 կիլոգրամ արծաթ, 161,000 տոննա պղինձ եւ 12,000 տոննա մոլիբդեն։ Ջրային ոլորտում արձանագրվել է 202 իրավախախտում, իրականացվել է 70 կասեցում, ինչի արդյունքում կանխվել է տարեկան շուրջ 6.5 միլիարդ մետր խորանարդ ապօրինի ջրօգտագործում։ Հողի օգտագործման եւ պահպանության ոլորտում արձանագրվել է 439 խախտում, հաշվարկվել է ավելի քան 5.3 միլիարդ դրամի վնաս, հիմնականում հողի դեգրադացիայի եւ ապօրինի աղբավայրերի ձևավորման հետևանքով։ Ըստ Մարտիրոսյանի 2026 թվականին տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում կլինի կենսաբազմազանության պահպանությունը պայմանավորված Հայաստանում անցկացվելիք COP17 միջազգային միջոցառմամբ։ Կշարունակվի նաեւ վերահսկողության թվայնացումը, նոր տեխնոլոգիաների ներդրումը եւ տարածքային ստորաբաժանումների կարողությունների զարգացումը։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Այսքանը ցտեսություն։